Բարև ձեզ հարգելի երևանցիներ, բարև ձեզ սիրելի համաքաղաքացիներ, այս պահին Հայ Հայաստան խմբակցությունով գտնվում ենք Դեմիրճյան փողոցում, գտնվում ենք ազգային ժողովի Ոչ շուկամաց ասենք, էլի, մենք ավականու անդամներ ենք, տրանսպորտի ապօրինի ես որոշումը ինչի են բերել, ստեղ քաղաքացիներին ուղղան են, ասեք։ Դուք կողմ եք տրանսպորտի թանկացմանը, շատ կներեք։ Դուք կողմ եք տրանսպորտի թանկացմանը։ Չենք մտնում։ Օրինակ, քեզ բան։ Հարգելի քաղաքացիներ, մենք այստեղ ուրեմն դիմավորելու ենք ազգային ժողովի պատգամավորներին, դիմավորելու ենք եւ նրանց իշխանական պատգամավորներին շատ անհարմար հարցեր ենք տալու, տեսակ նրանցից մեկը խուսափեց պատասխաններից եւ ներխուժեց ներս։ Ախորյան դեմքերով չեմ ճանաչում։ Հա, պարոն Հովանյանի 20 Այսօր 10-34 նախագծի մասին ինչ կարծիք եք, կարծեք իբրև ԿՊ-ի Հերիք չես քաղաքացիների օրինակ հարցենք տալիս հանգիստ մեկնաբանեք փախնել դե ուրեմն կանգնեք դե կանգնեք մենք էլ ենք աշխատանքի րոպեկան նիստի սկզբին աշխատանքները նիստով Արսած, դուք տեղյակ եք, որ տեղական հանրակրվեի ֆունկցիան փակում եք ինչով ժողովրդավարության կոնկրետ եւ կնամ մեր կարծիքի մասին, դուք կլսեք նիստի Դե որ գիտեք, ուրեմն դուք մի բան հարցեն նոր մտեք էլի ճիշտ ենք ասում, հենց հիմա փակնում եք ձեր թաթիկով Բան չեն անում, փախնում Զախոաչանելով Հովանեսյան չգիտեմ ինչ, քաղաքացիական պայմանագրի Հովանեսյան չգիտեմ ինչ Իսկ ով է իրանց ճանաչում, որ ես օրինակ չեմ Հա Արմենես չի Հա? Դա թողատենա, գել, սողա ձերոս սպիտուս Այս է ֆասիլ Չէ Տեսնում եք Հովանեսյան Արտուր ասում է ջայլ տղա ես հավաքանի պատգամավոր հասկանում ենք բայց ես հավաքվա ես մի մարդ որ մի տեխնացուին Դա իրավականի տոլ չգին, որ հանձնաժողովի նիստի ժամանակ ասում էր լեզուտ կկտրեմ, ականջներդ կկտրեմ Այս այդ մարդն է, հիմա հավաք պայելուց է խոսում Այս մի մարդն ու խմբակցության պատգամավորը ակնայց սեքսիստական տղեղ արտահայտություններ է անում ժուրնալիստի հանդեպ Այս մի մարդը ում խմբակցությունից ընտրված ազգային ժողովի նախանցում է քաղաքացիների վրա Ես մի մարդը ում խմբակցություն պատգամավորը Գյումրի ընտրությունների օրը լրագրողների մոտ հավյանքներ են Այ ես մարդը խոսում է հավաքվելու Ես օրը ու լիքը կասկածում եմ որ Բարև ձեզ Կասեք Դուք էլ եք թանկացնելու Չեք մասնակցելու Դուք էլ եք թանկացնելու Ինչ Չեք ասի Դե մեկա տենալու ենք ուղղակի հիմա ուզում եք ճշտեին Դուք էլ եք ժողովրդին թալանողներից թե ոչ Փաստորեն այո Հարգելի քաղաքացիներ Կտեսնեք, որ շատ անհարմար հարցեր ենք տալու ու իրանք այսպես խուսափելու են, փախնելու են Ում ճանաչում ես ասա, էլի կարող մենք շատերին չճանաչենք, դրանք ես իմ ինչ չեմ, որ իրանք ճանաչենք Հա, ես իմ ինչ չեմ, էլի, որ ճանաչենք իրանք Օրենսդրական նախաձեռնությունը, փաստացի ռեպրեսիան ազգային ժողովը, որպեսզի Արեն Սիմոնյանի գանտերին ասի, որ նրանք հաստատեն եւ հասկացեն դրա թանկացման Դա դեռ դեպքեր է կարող, հա, ոչ մի Եվ կրկին եմ ասում, ես մարդիկ թե իրավաբաններ հələ բարեփոխությունը Երևանցիներ Բարոյա քաղաքական ամեն ինչը դնենք դիքով, տեսեք, եթե օրինակի Գտնվում ենք Դեմիրճյան փողոցում, գտնվում ենք ազգային ժողովի մուտքի մոտ Հայ Հայաստան խմբակցության անդամներով այստեղ ենք այսօրվա նիստից առաջ ԿՊ-ական պատգամավորներին անհարմար հարցեր տալու համար Օգտվի ձեր քարտով 10000-ից եկավ վճարում է 15000 Բայց ամենակարևորը ժողովուրդ ջան, այսինքն ձեզ համար ամենակարևորը դուք անկին ասնան լինելու
ձեր ցուցանքի մասը շվալու։ Դուք կհացնեք։ Տիկին Նազարյան, դուք եք Բարև ձեզ։ թանկացնելու տրանսպորտը այսօր։ Դա ասեք, լավ։ Դուք պատգամավոր եք, չէ՞։ Դուք կողմ եք տրանսպորտի թանկացմանը։ Չեք պատասխանում, ախր, դուք կողմ եք տրանսպորտի թանկացմանը։ Այս է ժողովուրդ ջան։ Խուսափում են, իրանք պատասխանից խուսափում են։ Տրանսպորտի վարձի վճարը փոխում են տեղական վճարի։ Քանի որ տեսան, որ մասշտաբների հաշվում եւ վճարի, որովհետեւ մենք չկարողանանք գնանք տեղական հանրակրթին։ Փաստացի սա ոտնձգություն է ժողովրդավարության հանդեպ։ Որովհետեւ պատկերացեք խաղալ, ինչու ցանկացած խաղ, ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլի կեսից երկու թիմերի մեջ մեկի օրենքները փոխվել։ Սա պարզ վախկոտ դաղալների բաղվածք է։ Այդքան մի բան ժողովուրդը։ Դա իհարկե հետաքրքիր է լսել ԿՊ-ի քննարկության ղեկավարի հորդորը հավաք պահելու։ Առաջինը մենք միշտ հավաք ենք պահում։ Երբեմն երևի սխալ ենք անում, երբեմն երևի պետք չի հավաք պահել ձեր նմանների հանդեպ։ Երկրորդն է դուք չեք որ պետք է մեզ հավաք պահելու կոչեր անեք, որովհետև թե հավաք, թե զուսպ, թե դաստիարակված պահվածքի մասին որևէ պատկերացում չունեք։ Դուք մարդիկ եք ում ձայները, երեսները եւ անունները այս քաղաքում եւ պետությունում հայտնի են դարել միայն իշխանություն եւ մանդատ ստանալուց հետո։ Դրաններ եւ արդյոք։ Սիրելի երևանցիներ, մենք այստեղ ենք, որպեսզի ձեր անունից, ձեր կողմից ընչեցնենք անհարմար հարցեր այս իշխանությանը, թե ինչու են տրանսպորտի գինը թանկացրել, բավական չի, հիմա էլ ուգանք են մտցրել ձեզ թալանելու համար։ Ուգանքն է աստղաբաշխական բարձր թվեր։ Դրա համար սպասում ենք այստեղ պատգամավորների, իշխանական պատգամավորների, ԿՊԱ-ականների, որպեսզի այդ հարցը իրենց ուղենք, որովհետև այս օրինագծի նախագծի հեղինակը իրանք են։ Իրանք են հորինել ձեզ թալանելու այս նախագիծը։ Այդ հարցերը իրանց են տալու ձեր փոխարեն եւ ձեր անունից, սիրելի երևանցիներ։ Որը հնարավոր է եւ իրենք ժողովրդել ստեղծունեին հայտ պատասխանել հարցերին, թե ինչու 65 դրամի գնահատականներ։ Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ ավականոնիստի ժամանակ Մայր Հայաստանի բերած նախագծի ժամանակ, նախագիծը քննարկելու ժամանակ, որի համահեղինակը նաեւ դուք եք, սիրելի երևանցիներ, այս իշխանությունները հախան ժողովրդին ավականոնիստերի դարիճի։ Ու հիմա ձեզ թալանելու հերթական նախագիծն են բերել ազգային ժողով, որպեսզի տուգանեն ձեզ տրանսպորտ լստեր չվճարելու դեպքում, բոյկոտելու դեպքում։ Ու մենք եկել ենք ստեղ, եկել ենք որպեսզի ձեր կողմից, ձեր անունից իրենց հնչեցնենք հարցեր, որոնք իրենց դուր չեն գալու։ Հիմա այստեղ սպասում ենք պատգամավորներին, սպասում ենք իշխանական պատգամավորներին։ Բարև ձեզ։ Սոցիալական այն խավին հնարավորություն չունեն սեփական մեքենաներով երթևեկելու եւ երթևեկելու դրային վրա։ Նրանք ցանողներն են, աշխատամտություններն Հա։ նրանց դարձնեն ուղղանկի մատերիալ։ Բարև ձեզ։ Դուք կողմ եք տրանսպորտի թանկացմանը։ Ուղղանկի մատերիալ եք դարձնել։ Երկու հարց։ Ասեք ինչ եք թանկացնում։ Այս են ցանում եք արմայա կոչվում, շորը ճղեցի։ Հա։ Ախր կայնում են ոչ։ Կակրաս շատ պետք է հարցակի։ Բարև ձեզ։ Եկել ենք տրանսպորտի հետ կապված սաֆորինի որոշմանը վերաբերել, բայց քաղաքացիական պայմանագրի պատգամավորները փախնում են։ Անշուշտ, elə qalելու լավ եղեք։ Դուք եք։ Հարությունը չի վճարում եւ այս օրինագծի օրենքի նախագիծը վերել ազգային ժողով նշանակում է, որ բոյկոտը ստացվել է, որ Մայր Հայաստանը հաջողել է, քաղաքացիները չեն վճարում հերթական թալանչիական որոշման համար, փորձում են չդառնալ թալանի եւ տուգանքի մատերիալ Նիկոլի ու ԿՊԿ-ական իշխանության համար եւ նրանք ստիպված են մարդուն
սոցիալական այն շերտին, ով որ ստիպված է հանրային տրանսպորտից օգտվելու, հերթական անգամ դարձնել տուգանքի մատերիալ։ Փոշակառուին, ուսանողին ավելի շատ թալանել, քան ասենք չամրակապված բարով, քան ասենք հեռախոսով, բջջային հեռախոսով ղեկին խոսացող բարովից։ Այսինքն սրանք հերթական ապացույցներն են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայամետ չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն եկել է թալանելու եւ հայ մարդուն տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելու։ Որով սահմանափակվելու է տեղական հանրակրվեի իրավունքը ընդդիմադիր խմբակցության, նաև ինչու ոչ հանրության, որովհետև ինչպես տեղյակ եք տրանսպորտի թանկացման վերաբերյալ մենք ունեցանք ստորագրահավաք Տիկին, որից հետո դա իբրև քաղաքացիական նախաձեռնություն ներկայացրեցին քաղաքապետարան, որպեսզի ընդգրկվի օրակարգ, քաղաքացիական պայմանագիր եւ իշխող մյուս կոալիցիոն ուժը բոյկոտեցին այս նախագիծը, չմասնակցեցին քննարկությանը, դրանից հետո մենք պետք է օգտագործենք տեղական հանրակրվեի մեխանիզմը, սակայն այսօրվա նախագծով տրանսպորտի վճարը սարքելու են տեղական վճար եւ նաեւ սահմանելու են տուգանք, որը համաչափության եւ առհասարակ տրամաբանության սկզբունքներին դեմ է եւ իբրև արտադրության նախարար կգնանք իմանանք ձեր կարծիքը տվյալ ռեպրեսիաների վերաբերյալ, այսինքն փաստացի կա օրենսդրություն, ճիշտ է, կա իշխանություն եւ ընդդիմություն։ Մենք գործում ենք այդ օրենսդրության շրջանակներում։ Հիմա արդեն գործող իրավիճակի քաղաքական կոնֆլիկտի շրջանակներում փաստացի քաղաքացիական պայմանագիրը օգտագործում է փոփոխություն, իօգուտ կոնկրետ այս դեպքի, ոչ թե որպեսզի օրենք ավելի լավ լինի, այլ որպեսզի պաշտպանեն նրանից, որ չկայանանք մենք առաջ գնանք այս թեմայով եւ ժողովուրդը չկարողանա իրացնել այս համակարգի Չէ, առասարակ դուք ինչպես եք կարծում, այս մարդու պետության մեջ, երբ որ օրենքը փոփոխվում է արդեն տեղի ունեցող կոնֆլիկտի շրջանակներում, պարզապես ավելի հարմար դիրք ստեղծելու համար իշխանությունների արդյոք դա օրենքի լեգիտիմության հարց չի առաջացնում։ Ես դες վստահեցնում եմ Տիկին Գալին։ Այսինքն ուղևորցի համար բոյկոտող քաղաքացուն տուգանելը ճիշտ եք համարում, ուղևորցի համար սոցիալական այն շերտին ովքեր աղքատ են, նրանց տուգանելը ճիշտ եք համարում։ Չեն պատասխանելու Սոնա ջան։ Փախուստի են դիմում Նիկոլի իշխանությանը։ Ներկայացուցիչները, Տուգանքի մատերիալ եք դարձնելու այսօր։ Դուք կողմեք տրանսպորտի թանկացման եւ տուգանելու ժողովրդին։ Քաղաքացիներին ու ասեք, հետ շրջվեք ու նայեք քաղաքացիներին, ասեք ինչ եք տուգանքի ու թալանի մատերիալ դարձնում քաղաքացիներին։ Ահա։ Հասկացա, լավ, Կաշի, մի արի, Սոնա։ Իրավունք ունեմ ամեն ինչի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ դուք իբրև ժողովրդավար ունեք ներս մտնելու մեր ծառայությունը ով է սահմանափակել իմ իրավունքները։ Ներկայացրեք ինձ, ով դուք եք սահմանափակել։ որ նկարում ես մեր ֆլատուցկացին Արա ֆլատուսան նկարում եք, ոչ ֆլատուս չկա։ Ձեզանից ֆոտո ստանում։ Դուք ինձ հետ իրավունք չունեք այդպես խոսելու։ Դուք ուսապարկ եք, ուսապարկ։ Դուք կողմեք տրանսպորտի թանկացմանը։ Նիկոլի ուսապարկ։ Դուք կողմեք տրանսպորտի թանկացմանը։ Իրավացության մասի չի խոսքը։ Բան եմ հարցնում ես։ Դուք կողմեք տրանսպորտի թանկացմանը։ Կանի դրա համար հասկացա ձեր իրավունք չունեք ինձ կպնելու։ Լավ չեմ կպնում, հասկացա, հիմա հարց եմ տալիս։ Ինձ հարց եմ, ո՞ց իրավունք չեմ։ Քաղաքացի չեք։ Դուք քաղաքացի չեք մեր նման։ Բան եմ հարցնում մի հատ։ Գնայով չեք գնում դուքով հետ։ Ես դուքով եմ խոսում։ Ես քո հետ դուքով եմ խոսում։ Ես քո հետ դուքով եմ խոսում։ Ուրեմն հարց եմ տալիս մի հատ, ժորեք հարցի պատասխանալը։ Լավ, շարունակի, հա։ Ինքը գալի աղջիկան քաշման ոչինչ, բայց չգիտես իրան ոնց է կեսոնայի քաշքշում է։ Բարև ձեզ։ Երկու հատ, էլի, շատ չէ, երկու հատ։ Քաղաքացիների շահերը, խնդրում ենք պատասխանեք հարցերին։ Երկու հատ։ Տուգանքի մատերիալ դարձնելուն կողմեք, տուգանքի մատերիալ եք դարձնելու մարդկանց, կողմեք։
Սիրելի քաղաքացիներ, ինչպես տեսնում ենք, Նիկոլի բուսապարկերը գալիս են թերթով, անգամ չգիտեն, թե ինչ հարցի շուրջ են քվեարկելու, բայց իրենք կողմ են, որովհետև իրենց հրահանգվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս տուգանքի ու թալանի մատերիալ է։ Լինի նա շարքային քաղաքացի, գույքահարկի տեսքով, որտեվ աղջիկը գիտի, որ չի Հերկա հպատակ ղեկավարության Եթե չի կարա մտի, դու գիտես չէ, որ օրենքով այդ ամենը սահմանված, դրանք իրավունք չունին։ Այնտեղն է չունի։ Իրավունք չունի, եթե մեկը չներկայացնել, լսենք էլի իրավունք չունի, չէ։ Այսինքն դու գիտես օրենքը, գիտես ովքեր իրավունք ունեն, այդ մարդն է տեղյակ չի, ովքեր իրավունք ունեն այդ մուտքի։ Պարզաբանում եմ ուզում, առանձին նախագահի կողմից թույլատվություն ունի ազգային Թույլատվություն ունի, աշխատակազմի ղեկավարի թույլատվություն։ Դուք ստուգել եք, բայց էլի Արագ շուտ պատասխանը սենց ասեն, ես կյանքերը երկար ելնելու է, պետք չի դες չարու ջղեն։ Ay քեզ բա։ Ուրեմն որ Ըստ Նիկոլի Հայաստանում ոստիկան ելնի, պատգամավորի, սա իրանցի տնես Նիկոլի քաղաքական հրահանգը։ Եվ հույս ունենք, որ գոնե Նիկոլ Փաշինյանը ինքը համարձակություն կունենա այստեղ գալու եւ ինքը պատասխանելու, թե ինչի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 65 դրամ ինքնարժեք ունեցող ուղևորցի համար պիտի տուգանվեն 10,000-ից մինչև 15,000 դրամ։ Սիրելի երևանցիներ, շարունակում ենք մեր դիմավորումները եւ անհարմար հարցեր տալը։ Ու մեր կողմից անհարմար չի, իրancs համար անհարմար։ Մենք հասարակ քաղաքացու համար անհանգստացող հարցեր ենք տալիս։ Լավելի ոչ։ ազգային ժողով կազմում են լալու օպերալ։ Ալենի ազգային ժողովի ՊՊՑ-ի աշխատակազմի պահվածքն է դարձել, էլի։ Դուրսան ալենին բարեկամ է, այդպես միանման Որպեսզի ձեզ դարձնեն, մեզ բոլորիս դարձնեն հերթական անգամ տուգանքի ու թալանի մատերիալ։ Իրանք արդեն գիտեն, որ մենք կանացեք, ու սա ուրիշ մուտքերից կմտնեն։ Հա, արդեն ուրիշ մուտքերով։ Հախուստի են դիմում։ Ինչպես միշտ, ոնց որ ավականու նիստերում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ժողովրդին Սիրելի երևանցիներ, սա այն մուտքն է, որ իրանք ամեն անգամ մտնում են այստեղից, բայց այս անգամ ոնց հասկանում ենք, հեսա նիստը կսկսի, իրանք չեն գալիս դեպ, աչքից իրանք ուրիշ մուտքով են ներս մտնում, որովհետև ֆիքսել է, որ մենք կանգնած ենք ու իրանք հարմար հարցեր չեն տալուս, չեն տա։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է ժողովուրդ իշխանություն է գալիս, ազգային ժողովի դարպասներն էր բացում, կառավարության դռներն էր բացում, 3 միլիոն վարչապետների մասին հայտարարություններ էր տալիս, հա Նիկոլ Փաշինյան, հիշում եք ինչեր էիք խոստանում, երբ որ ողորմում էիք իշխանությունը եւ տեղափոխություններ էիք իրականացնում, մարդկանց խաբում էիք։ Դե հիմա եկեք ու պատասխան տվեք։ Բարև ձեզ, երկու հարց։ Դուք կողմ եք, երբ որ քաղաքացուն տուգանելու են 10-15,000 դրամ։ Մի րոպե սպասեք։ Ահագին չի կարելի նկարել։ Հա չեք նկարում, ես տներ չեք մտնում, հա։ Քեզ եք նկարում։ Ֆիքսեք, քննում եմ Արփիջան։ Ստեղ որով է պատահական մարդ չկա, Հայաստանի Հանրապետությունում կա երկու առաջնային մանդատ, մեկը համապետականն է, որ ունեն պատգամավորները, մյուսը մերն է, որ ունեն ավականիները։ Այս պահին քաղաքային առհասարակ համայնքների վերաբերվող ապօրինի սխալ ոչ համաչափ անտրամաբանական ռեպրեսիոնիստական նախագծի վերաբերյալ մանդատ կրողները եկել են նորմալ քաղաքակիրթ կերպով պարզաբանում, պահանջել, խնդրել տվյալ պաշտոնյաներից, իրանք իբրև թե ժողովրդավար են, իբրև թե թափանցիկության կողմ են, տեսեք, մեր հարցերին չեն պատասխանում, փախնում են ներս, ՊՊՑ-ի աշխատակիցներին ուղարկել են այստեղ մեր հետ ապերներով խոսան, թե բա ես կոմանցեք, են կոմանցեք, շատ անհասկանալի մի իրավիճակ է, ամենահետաքրքիրն է Արտուր Հովհաննիսյանը մեզ կոչ է անում, ԿՊ-ի խմբակցության քարտուղարը մեզ կոչ է անում, որ մենք մեզ հավաք պահենք։ Այսօր։ Այո, հենց ասում եմ, եղբայր ասում է, հասկանում եմ պատգամավոր ավականի, բայց եկեք իրար հարգենք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը իրար հարգելուց չպետք է խոսի։ Հատկապես Հովհաննիսյանը Արտուրը, որ հանձնաժողովի նիստի ժամանակ մի տեխնացուին ասում էր լեզուտ կկտրեմ։
Ես որևէ նման բան չեմ ասել, ես ուղղակի ասում խնդրում եմ ներկայացրեք ձեր կարծիքը եւ դիրքորոշումը այս ապօրինի նախագծի վերաբերյալ։ Ինչու է ապօրինի, որովհետեւ Զամավում եք դուք, այո։ Որ մեր հերոստատիտողը տեղը չէ, որ խնդրեմ կասեք ձեր ակցիայի նպատակը։ Այո, իհարկե, այսօր Կարորյա Աժը Կարորյան այսօր սկսվում է, տվյալ Կարորյայի օրակարգում ներառված է մի նախագիծ, որի կոդն է 1034, այն քննարկվել է ՏՏԳՇ հանձնաժողովին, զեկուցողն է տարածքային կառավարման փոխնախարար Սիմոնյան ազգանունով ոմն մեկը, ով փաստացի այսօր բերել է մի նախագիծ, որը իրենց փոխանցել են Աբինյանին, որպեսզի իրանք կարողանան տուգանեն մարդկանց, ովքեր չեն օգտվում չեն վճարում տրանսպորտի համար եւ նաեւ զրկեն մեզ տեղական հանրակրթի իրավունքից։ Մենք որ 65 դրամ ինքնարժեք ունեցող Դուք կողմեք, որ տրանսպորտը թանկացել է։ Երկրի հասել ու վերջ, էլի։ Դուք կողմեք, որ տուգանում եք քաղաքացուն։ Սիրելի քաղաքացիներ, տեսեք, Նիկոլական իշխանությունը։ Դուք եք, էս էլ է ուսապարկերից կողմա քվյարկելու։ Հերթական ուսապարկերով մեզ կողմ են քվյարկելու։ Ոչ, ես մանկավարժ եմ իրավագետ։ Բարև Թունյան, բարև ձեզ։ Ինչ էր ասում։ Չէր ասում։ Բայց ինչ եք վիրավորում ասելով ուսապար։ Ես չեմ վիրավորում, Նիկոլ Փաշինյանն է արձանագրել, որ իրենք ուսապարկ են Ես խնդրում եմ ուշադրություն հրավիրեք, որ Նիկոլի ուսապարկերից այդ տվյալ անձը փորձեց նորից տարանջատում մտցնել քաղաքացիների մեջ, Բարև ձեզ։ Քաղաքացիների տուգանքի մատերիալ են։ Ես օրինակ Եվ փորձեց մարդկանց տարանջատել ըստ մասնագիտությունների, ամենայն հարգանք ունենալով բուժքույրերի հանդեպ, նա փորձում էր մարդուն վիրավորել։ Խնդրում եմ սա արձանագրեք։ Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ։ Այդքան բան։ Բայց ինչ է Փորձեց վիրավորել, ըստ իրեն։ Հավանաբար իրենց բուժքույր պատգամավորներին իրենք վիրավորում են այդպես։ Ըստ իրավական մասին սկսեմ, առաջինը ըստ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 71-րդ հոդվածի Կարորյայի մեջ պետք է ընդգրկվեն նախագծերը ամենաուշը երկուշաբթի օրը ժամը 12-ին։ Երեք նիստը սկսել է ժամը 13:00, այսինքն որևէ իրավական առումով տվյալ նախագիծը չէին կարող ընդգրկել տվյալ Կարորյայի մեջ։ Դրանից զատ այս նախագծի մեջ կա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մեջ փոփոխություն, որը բնականաբար ենթադրում է, որ տվյալ նախագիծը նաև պետք է քննարկվեր պետաիրավական հանձնաժողովում, սա եւս անտեսվել է։ Եվ բուն հենց ինչը վերաբերվում է նախագծին, առաջինը, ինչպես ասեցի, տուգանելու են մարդկանց տրանսպորտից չօգտվելու համար, ով որ որևէ բան չի վճարել 10,000, ով օգտվում է իր հարազատի կամ ընկերոջ արտոնյալ ստացած այդ կարտից կամ վճարած կարտից տուգանվելու է 15,000, այսինքն եւս մեկ անգամ տեսնում ենք, որ այս մարդիկ տրամաբանության գիգանտներ են։ Եվ ամենակարևորը մեզ համար, որ մենք ասում ենք, եթե 17,000 ստորագրությունը Մայր Հայաստանի քաղաքացիական նախաձեռնության անտես են, գնալու ենք տեղական հանրակրթի մեխանիզմով, քանի որ տվյալ տրանսպորտի վճարը դա ծառայության դիմաց վճար է, այսինքն տեղական վճար չէ։ Հիմա իրանք փոխում են այս վճարի կարգավիճակը, սարքում են տեղական վճար, քանզի օրենքը սահմանում է, որ տեղական հանրակրթի չի կարելի հանել տեղական վճարներ, որովհետև դրանք բյուջեի մուտքերի եւ հաշվարկներին կարող են ոնց որ բարձրություններ առաջացնել։ Այսինքն փաստացի այս մարդիկ հիմա անում օգտագործում են մի նախագիծ, որով որ ժողովրդավարությունը քարկոծվում է, այսինքն արդեն իսկ գոյություն ունի քաղաքական կոնֆլիկտ, ճիշտ ինձ հասկացեք։ Քաղաքական կոնֆլիկտ ունի իշխանություն եւ ընդդիմություն։ Գործող օրենսդրության շրջանակներում մենք արդեն իրենց սխալները իհայտ ենք, ցույց ենք տվել բոլորին եւ ասենք ինչ գործիքակազմներից ենք օգտվելու։ Այս մարդիկ փաստացի հիմա օրենքը փոխում են ոչ թե որպեսզի Հայաստանի օրենսդրությունը զարգանա, այլ որպեսզի կոնկրետ այս դեպքում մեր մեխանիզմները պակասեն, իրանց մեխանիզմները շահանան։ 15,000 դրամով տուգանել։ Դուք կողմեք, երբ որ Ժողովրդավար իշխանության ներկայացուցիչ կպատասխանեք Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն վարչապետի առջև փակել է դուռը եւ ՊՊՑ ու ԱԱԾ աշխատակիցներով է պաշտպանվում։ Պամպերս հագեք միգուցե։ Եթե չունեք ու տամ։ Չէ, բայց մի վիրավորեք։ Պամպերս հագնելը վիրավորեք։ Եթերում ենք։ Ես խնդրում եմ իմ իրավունքներից սահմանափակել, պամպերսը վիրավորեք։ վիրավորանք Ջան։ Էդ է, հիմա տեսեք, փաստացի իրանք համ քաղաքացիներին են սարքում տուգանքի մատերիալ,
Համ այդ տուգանքի նույնիսկ չափը սահմանելուց իրանք համաչափության սկզբունքը չեն օգտագործում, օրինակ տեսեք, եթե մենք մեքենա վարելիս ծխենք, հեռախոսից օգտվենք կամ համրագործիչ շկապենք, դա առաջացնում է անվտանգային հետևանք, ճիշտ է, կարող եք վնասվել, կարող եք ուրիշներին ավարի ենթարկել։ Մեկ 65 դրամ ուղևորդ ունեցող։ Մեկ րոպե կանոնեք էլի շարունակեք։ Համար մարդկանց տուգան է 15000 դրամով։ Մեկ հանգացնելու տրանսպորտը։ Ուսանողների ներկայացուցիչն եք որպես կպատասխանեք որպես կրթության եւ մշակույթի նախարար։ Ներսից երկու հոգի դուրը պահում են։ Պատգամավոր եք։ Դուք կողմեք Կներեք, քաղաքացիներին։ ձեզ չեք ճանաչում, դա ներկայացեք, տենա պատգամավոր եք, թե չէ։ Ես քաղաքացի եմ։ Կարելի է, բայց մենք պատասխանեք նոր, հա։ Իշխանությունը Մեկ որ թանկանա տրանսպորտը։ Որ այսօր լինելու է, Արոն Ղազարյանը հանձնաժողովի նիստին շատ լավ մեկնաբան է եւ ցույց դրեց, որ թե ապօրինի թանկացումը այդ ուգանք են բերում, թե նաեւ տեղական հանրակրվեի գործիքակազմից մեզ զրկում են, քանզի մենք հայտարարել ենք, որ եթե 17000 ստորագրությունները օրակարգ մուտք անելիս իրանք անտեսեն դա ինչը տեղի ունեցավ։ Բայց դուք ի՞նչն եք զարմացնում, որ ապօրինի երկրում երկու օրենք են խախտում։ Ասկան ապօրինի երկիրը բռնակալ իշխանությունն է եւ բնականաբար ինչ որ տեղի անելում դրա հետևանքն է։ Ապօրինություն, բռնակալություն։ Դեմեք չէ լինելու, դեմեք լինելու նաև պայքարելու եք այս նախագծի դեմ, չէ՞։ Ես ընթացքում արել ենք։ Այո։ Այո։ Թողեք, որտեղ իրա վրա են գործառույթը։ Ոնց եք։ Լավ, ո՞նց։ Նախարարը, մի հատ էլ հավասար է իրար։ Արշակ կանգարեք արշակ։ Ո՞վ է։ Ո՞վ է որ։ Երկրորդները Բաղը ձեզ։ Մեկ հատի պատասխանեք գնացեք, չէ՞։ Այ կներեք։ Ուղևորցի համար 15000-ով թալանելու եք, դուք էլ եք տուգանքի մատերիալ դարձնելու։ Լուսինե Բադալյան։ Այն որ թուրքերի դեմ խոնարհվում էիք, հիմա հայ մարդուն եք թալանում։ Սիրելի քաղաքացիներ, դուք անգամ արձանագրենք, որ հատկապես խոսում եմ միջազգային դիվանագիտական ներկայացուցիչներին, դեսպաններին, ովքեր հանկարծ կհամարձակվեն, կոչեն Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար, հիշեն այս պահը, որ Հայաստանի Հանրապետությունում 65 դրամ ինքնարժեք ունեցող ուղևորցի համար Նիկոլ Փաշինյանի բռնակալական իշխանությունը եւ նրա ուսապարկերը, որոնք կոչվում են ազգային ժողովի պատգամավորներ, մարդկանց համար սահմանում են 10-ից 15000 դրամ տուգանք։ Բաղը ձեզ։ Շնորհակալություն։ Տրանսպորտի Եվ դրա համար ուղևորցի չվճարելու համար 10-ից 15000 դրամ տուգանք են սահմանում, քաղաքացուն դարձնելով տուգանքի մատերիալ։ Վստահ եք, որ Հանդիմանալու եւ քաղաքացիների կողքին կանգնելու եւ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու Ես կարծում եմ այո, տեսեք, տեխնիկական տարբերությունները բացատրեմ ու մի քանի հանգամանք ասեմ, դուք արդեն ինքներդ կասեք։ Ես պետք է 8200 խորագրություն առաջին։ Մենք հավաքեցինք 7000 եւ եթե պետք լիներ կհավաքենք 100000։ Երևանի գրանցում ունեցող։ Չէ։ Մեր ստորագրահավաքը խառնում եք պարոն Մարությանի ստորագրահավաքի հետ, մերը ոչ, իրավաբանորեն շատ ճիշտ ձևակերպված, քաղաքապետարան մուտք կարված, պաշտոնական եւ իրավական ուժ ունեցող ստորագրահավաք է եղել։ Մենք հավաքել ենք այս կրկնակից ավելին ինչ որ պահանջում էր, միակ տեխնիկական տարբերությունը այս եւ մյուս ստորագրահավաքի կլիներ այն, որ սա մենք կարող ենք քայլել փողոցներով եւ մարկանցի ստորագրություն կընտրել եւ ներկայացնել ինչի մասին է խոսքը եւ եթե իրենք կողմ են ստորագրեն, մյուս ստորագրահավաքը տեղական հանրակրվեն արդեն լինելու էր ամեն թաղապետարանում բացվելու են սեղաններ այս փաստաթղթերով եւ մարդիկ արդեն իրենք պետք է գնային թաղապետարան եւ ստորագրեն, բայց մենք վստահ ենք, որ ժողովուրդը դեմ է այս տանկացմանը, դրա համար կգնային եւ կմասնակցեն եւ ԿՊՆ-ն է վստահ որ կգնային կմասնակցեն։ Հենց այդ պատճառով իրանք սա կանխում են այս փուլում, որպեսզի թույլ չտան մեզ օգտվել այս գործիքակազմից։ Տեսեք,
ցանկացած ժողովրդավար իրենց արևմուտքի երկրում տվյալ սիտուացիան մեծ հարց կառաջացներ օրենքի լեգիտիմության համար, որովհետև օրենսդրությունը պետք է կարգավորի առհասարակ հարաբերություններ։ Օրենսդրությունը չպետք է ծառայի իշխանության, օրենսդրությունը չպետք է լինի այնպես, որ իշխանությունը գործող կոնֆլիկտը լուծելու համար իօգուտ իրեն անի փոփոխություններ։ Լավ դուք։ Այսօր անորմալ հարցեր տալու եք, չէ՞ իրանց պարոն Դանելյան։ Բարի։ Լավ, դու լավ ես։ Բայց թանկացում է, չէ՞ դա։ 65 դրամ ինքնարժեք Եթե դեմ կողմեք, հիմա կողմ թանկացմանը, հիմա դեմեք թե կողմ։ Կոնկրետ ասեք։ Ընդհանրապես, որպես քաղաքացի։ Ոնց դուք քաղաքացի չեք հը։ Գրիգոր Իսկանդարյան։ Արգելի պարոն Գրիգոր Իսկանդարյան, ես չեմ կարող աբստրակտ որևէ բանի դեմ կամ կողմ լինել, եթե դրա տրամաբանված հիմնավորված բովանդակություն, չգիտեմ, դուք ասում եք կողմ եք, որ Տեսեք, դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Դժվար էր դրա մեջ մի քիչ խորանալ, ավելի པարզ ինֆորմացիա մեզ տալ։ Իսկ մարդուն տուգանքի իսկ ուղևորին տուգանքի մատերիալ դարձնելու տրանսպորտային դաշտը 65 դրամի կարգի է, 150 դրամ սահմանելու դեպքում քաղաքացիական ճարել դեպքում տուգանը 10-15 Տիկին Ավետիսյանի վերաբերում է այսօրվա ազգային ժողովի նիստում քննարկվելիք նախարարի, այդ դրա վերաբերյալ մեր դիրքորոշում կհայտնենք ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Բայց ճիշտ համարում եք 10,000 դրամ տուգանել այն քաղաքացին, որը չի վճարել ուղևորցը 150 դրամ։ Ներողություն եմ խնդրում, այս պահին այդ նախագծի վերաբերյալ ես մեկնաբանություն չեմ տա, խմբակցությունը ունի քննարկել ենք խմբակցությունում, ունենք որոշում եւ այդ դիքորոշումը Իսկ ոչապով SMS ստացել եք ներողություն։ Տուգանքի մատերիալի ինչու են այսպես ամեն բոյկոտի համար։ Քաղաքացին վճարում է տրանսպորտի։ Եթե հնարավորություն Լավ, իսկ եթե քաղաքացին վճարում է օրինակ իր հարազատի արտոնյալ քարտով, որտեղ անապահով ընտանիքից է իր համար դա բեռ է 150 դրամը արտոնյալ քարտով վճարում է։ Այդ մարդը 15000 տուգանելը տրամաբանական է համարում։ Մի քիչ բարձր էլի ասեք եկեք Չեք համարում։ Իսկ ոնց է քվեարկելու այդ հարցը։ Քվեարկության վերաբերյալ դուք իմանաք, երբ որ Ներողություն, ոչապի SMS-ին եք սպասում, SMS-ը գա որ քվեարկեք։ Խմբակցությունը ունի որոշում, եւ ես այդ որոշումը այս պահին չեմ բարձրացրել։ Իսկ ճիշտ եք համարում, որ մարդու սահմանադրական իրավունքը դուք սահմանափակում եք այս օրենքով, այսինքն մարդը իր սահմանադրական իրավունքը բոյկոտելու իրավունքը չի կարողանալու իրացնի այս օրենքը ընդունելուց հետո։ Ճիշտ է դա։ Ինչ վերաբերում է կոնկրետ այսօրվա Գեագումար նիստերի դահլիճում քննարկվելիք նախագծին, դրա վերաբերյալ քաղաքացիական պայմանագրի խմբակցության դիրքորոշումը դուք իմանաք Գեագումար նիստերի դահլիճում։ Եթե փոխվել է, ասեք։ Չէ, WhatsApp-ով SMS եք ստացել, ոնց որ SMS եք ստացել։ Դրա վերաբերյալ քաղաքացիական պայմանագրի խմբակցության դիրքորոշումը դուք իմանաք Գեագումար նիստերի դահլիճում։ Ըստ ձեզ, որպես արժե պատգամավոր, ներողություն։ Հասկացանք շատ ծանր կարում է։ Ներողություն դուք ասեք, որպես արժե պատգամավոր քաղաքացին տուգանքի մատերիալ է, թե թալանի մատերիալ է։ Պոպուլիստական, ոչ տրամաբանական, հարցակողական հարց է, քաղաքացի տուգանքի մատերիալ է, թե ոչ։ Եթե քաղաքացին բացում է Պոպուլիստական միտքով ասեք, ասեք։ Իսկ այդ մտքի հեղինակին ասել եք։ Չէ, ուզում եմ հայտ։ Շատ ներողություն, ես խմբակցության ղեկավարն եմ։ Նա ճշտող բան էլի։ Ես չեմ պատասխանում։ Նայեք, խնդրում եմ լսեք։ Հարցերի համար Հարցեր չենք տալի, մի վայրկյան, կլսեք։ Քաղաքային հավաքանին ՀՊ մեծամասնության եւ իր կոալիցիոն գերեզմանոցը թանկացրել է հանրային տրանսպորտը եւ դրա վերաբերյալ ամիսներ շարունակ տեղի ունեն սոցիալական հուզումներ, ընդվզումներ։ Այդ փաստը արձանագրված է նաեւ վիճակագրություն, տոմսերի վճարումների հավաքագրում։ Հիմա ինչքանով եք ճիշտ համարում, որ դուք էլ դառնաք այդ ամեն ինչի մասնակիցը եւ քաղաքացուն ա զրկեք բոյկոտի իրավունքից, բ տուգանքով սպառնալով հարկադրեք վճարել են ուղևորցը
որը սոցիալապես օբյեկտիվորեն մարդը հնարավոր չի։ Գի բարգամավոր։ միայն այս քննարկումից հետո մենք ավարտանի գործունեությունը քննարկումից հետո մենք ավելի կոնկրետ երեկվա մարզարանական խորհուրդը, որի վերաբերյալ Ինչ վերաբերում է կոնկրետ նախագծի, ոչ թե abstract ուղղանկի վերացական սանկցիաների կամ հանգամանքների որոշ գույքների մենակ կամ գույքների abstract դրանց վերաբերյալ առանձին հաշվարկների վերաբերում է կոնկրետ նախագծի դրա վերաբերյալ մի հարցը ես հաձես տամ։ Դուք գործում եք որպես Ես մտքով գնաց, դելացի։ Ձևավորել եմ այն դիսկուրսը, որը ունի խմբակցություն, հարգելի գործընկերներ, դուք չեք կարող ակնկալել, որ ես որպես քաղաքացիական պայմանագրի պատասխանատու պետք է ունենամ ձևավորել այն դիսկուրսը, ազդել խմբակցության դիսկուրսը ձևավորման վրա։ Այս դրա վերաբերյալ քվեարկություն եմ ունեցել։ Դուք նախագծի վերաբերյալ խմբակցության դիսկուրսը իմանաք, երբ որ նախագիծը Իսկ եթե դուք գործում եք ձեր խեղճի նիստերից են փախնում ԿՊ-ականները, երբ որ չեն կարողանում պատասխանել հարցի ներողություն։ Իսկ կներեք, էլի, մի հաստատ, դուք ձեր խեղճի մտոք կայացնում եք որոշում, թե WhatsApp-ով եք կայացնում որոշում։ Իսկ կա դեմ քաղաքացիական պայմանագիրը, որ ուրիշ որոշում ունի, դուք ուրիշ որոշում կայացրել եք, երբևէ այդ կանոպկան սխմել եք, որ ուրիշ բան դուք որոշած լինեք։ Քվեարկության ժամանակ դուք հնարավոր է այլ կարծիք ունենաք քաղաքացիական պայմանագրի Որպես քաղաքացի։ Դե դիրքորոշումը արտահայտեք դեմ։ Դիրքորոշումը ազդեցավորում է քաղաքացիական պայմանագրի խմբակցության Քաղաքական դիրքորոշում դուք չեք կարողանում արտահայտել։ Քվեարկությունները, որը քաղաքացիական պայմանագրի միասնական քվեարկում է, դա իմ անձնական որոշումն է։ Ես եմ ձևավորում այդ դիրքորոշումը։ Այսինքն ձեզ չեն ստիպում WhatsApp-ով որ դուք քվեարկեք։ Կայքի մատերիալը ազդեց քաղաքացի։ Սիրելի քաղաքացիներ, տեսեք, ազգային ժողովի ԿՊ-ական պատգամավորի համար դուք տուգանքի Գոլֆ Փաշինյանը ստել է։ Չգիտեմ դրա։ Բայց նոր արձանագրեցի։ Որոշակի օրենք հետևում եմ, բայց թե հասկանում Կարելի է ասել նահանգություն չկա, ժողովում էլ է քաղաքային իշխանություն դարձել, նույնն է։ Ավեր, ելի դուք երկու հատ զոնցիկ ունեք մի լրատվամիջոցով։ Նիկոլ Փաշինյանի կդրություն է, ցանկացման Տիգրան Արմենյանի։ Սիրելի երևանցիներ, այս պահին շարունակում ենք մնալ Դեմիրճյան ճամփորդում, Մայր Հայաստան խմբակցությունը այստեղ է, որպեսզի նիստից առաջ, քարորիայից առաջ պատգամավորներին դիմավորի եւ ուղղի հղի այն հարցերը, որը որ հետաքրքրում է եւ երևանցուն եւ նաեւ այլ մարզերի մեր բնակիչներին։ Դա այս նոր օրենքն է, որ սրանք մոգոնել են, հորինել են, որպեսզի ձեզ շարունակեն տուգանելը, շարունակեն թալանելը։ Կա ժամը 10-ը սկսվել է նիստը։ 10-ը։ Հարգելի երևանցիներ, այս պահին դադարեցնեմ լայվը, կարծես արդեն սկսվել է նիստը, անհրաժեշտության դեպքում նորից կմիանանք, նորից կլինեմ լայվում։